Եթե կան հարցեր, եթե կան ինչ-որ բաներ, որոնք պարզաբանելու կարիք կա, ավարտենք, հետո ֆոտոսեսիա կանենք։ Այո։ Այմ այդ գործին ենք լծվել։ Այդ գործին ենք լծվել։ Լավ։ Հիմա եթե հարցեր չկան, կարանք օդի վրա։ Այս ուր գնում եմ, սաղ Լևոնին ճանաչում են, այսպես ինչ արել է տղան։ Լուրջ եմ ասում, ուր գնում եմ, ինչ-որ մարդիկ են հայտվում, ասում են Լևոնին բարևեք, Լևոնին ճանաչում եք։ Քո աշխատանքային ժամանակ, որ աշխատել էիր, տրանսպորտ գոյություն ուներ, աշխատում էինք։ Ես ինքս Տաշիրից եմ եկել, ունեմ տրանսպորտ, բայց տարեթիվը 9 է, բռնեցին, շտրաֆ կերեցին 350,000, մեքենա չի ասում, շտա լավ, ճանդամին է լինի։ Այդ 5 մեքենաները բերեք, գոնե աշխատենք Տաշիրում։ Տաշիրը, գիտես քաղաք, ռայոններում, բանը ոչ մի տրանսպորտ գոյություն չունի, այդ հարցը ոնց է լուծել։ Միջքաղաքական տրանսպորտ չի աշխատում։ Ոչ, տրանսպորտ ընդհանրապես չկա։ Քո ժամանակ եղել են ժամանակ։ Ես գիտեմ, որ եղել է, բայց ոնց կարա տրանսպորտ չաշխատի։ Հիմա ես այն ժամանակ աշխատել եմ որպես վարորդ, գյուղից գալիս էի քաղաք։ Իմ մեքենան 5 է, 90 թիվ է, 2000 թիվ է խոսքին։ Չի անցնում 5 է, բռնեցին շտրաֆ տվեցին ցավատանեն։ 350,000, այդ էլ ոնցով պետք է մուծես, անպայման պետք է մուծես։ Ես դա մուծից խելոք։ Հիմա ունեմ, բայց վախենում եմ, որ աշխատեմ, որ բռնեմ, ես պարտեն չունեմ էլ հնարավորություն, որ տան մուծես։ Երթուղայինի տակ էր քշում։ Երթուղայինի տակ էր քշում, այո, ախպերս։ Երթուղայինի տակ էր քշում։ Իսկ հիմա այստեղ երթուղային չկա, ես ճիշտ եմ հասկանում, դուք նշում եք, որ հիմա երթուղային չունեք։ Չունենք, ես արդեն 10 տարի չունենք մենք երթուղային։ Խոսքին ունեմ 1000 դրամ, 200 դրամ կտայի կգնայի, 200 դրամի տեղ բդառնեի, 200 դրամ էլ կտայի կգայի։ Արես 600 դրամ, այն 400 դրամին էլ մակարոն կառնեի կուտեի։ Բայց հիմի տաքսին 1000 դրամ տանեմ, ոչ կարամ տեղ առնեմ, ոչ կարամ տունը կամ ցավատանեմ։ Այդ հարցերը լուծում տվեք։ Անկեղծ ասած, ես չգիտեի, որ այդ խնդիրը այդ աստիճանի բան կա։ Այդ պրոբլեմ կա, հա։ Տաշիրում ներքաղաքային այդ խնդիրը կա, Ստեփանավան քաղաքում գծային երևի մի հատ ավտոբուս կա, աշխատում է երևի 4 տարի, ժամը 1 պտտվում է։ Գյուղերի հետ կապ գոյություն չկա։ Ռայոնները միջ կապը Մի տաքսիներ։ ավտոբուս, որ ինչ-որ մի մարշրուտով կպտտվի, մարդկանց տեղափոխվի, գոնե ժամը 1։ Ձեր չի տալիս, սաղ ռայոններում այդ պրոբլեմը կա։ Մի րոպե, երբ որ տենդեր ես հայտարարում եւ տեսնում ես ձեր չի տալիս, ուրեմն սուբսիդավորում ես։ Պետությունը այլ ուղղակի մեխանիզմ չունի։ Եթե բիզնեսի համար հետաքրքիր չի, հասկանում եմ, կարող է ուղևորների քանակը քիչ է, ինչ որ բան չի անում, պետությունը սուբսիդավորում է տվյալ գիծը։ Ամեն մի ուղևորին հաշվարկով սուբսիդավորում են։ Ես անկեղծ ասած, ես չգիտեի, թե վիճակը այդպեսինն է։ Միջ քաղաքային Վանաձոր։ Ոչ թե լուծվող է, սա Ես գիտեմ ում եմ դիմել, որ լուծում է այդ։ նայ, պետության պարտականությունն է դա անել։ Եթե պետությունը չի անում, ուրեմն իր պարտականությունը չի կատարում։ Որտեվ սրանք են իշխանություն։ Միջ քաղաքային էլ չկա տրանսպորտ, տաքսիներ են մենակ։ Վանաձոր Ստեփանավան Վանաձոր Ստեփանավան ավտոբուս չկա։ չէ, Չէ, տաքսի։ Գծի տաքսիներն ու քանի տարի է որ չկա։ Այս 10 տարի արդեն չունեմ, ցավը։ Հիմա լավ, 10 տարի է չունեք, ինձ մի հատ ասեք։ 21 թվականին։ ԿՊ-ն ինչքան, քանի տոկոս ձայն է հավաքել Ստեփանավանում։ 49 Ինչքան 49-ն 49% ձայն է հավաքել Ստեփանավանում։ Լավ էլ արել է, որ ավտոբուս չի դրել։ Ասեմ, լավ էլ արել է, որ ավտոբուս չի դրել։ Ժորժա, ավտոբուս չկա, բան չկա, գնում եք, քվարկում եք, ԿՊ-ին առավելագույն ձայներն եք տալիս, հետո ասում եք չկա, իհարկե չի Գալի լինում։ մեզնից ավտոբուսը։ Հետո գիտեք վատը ինչն է։ Ասա։ Որ մենք ընտրվենք, ասելու ենք, այս անցած անգամ նրանք ոչինչ բան չեն արել, էլի ընտրվել են, հիմա մենք էլ կարանք ոչինչ չանենք, էլի ընտրվենք։ Ճիշտ հասկացեք, ժողովուրդը իր քվեով պատժում այն իշխանությանը, որ իր խոստումները չի կատարում, որը վատ է վերաբերվում տվյալ դեպքում քաղաքացուն։ Հիմա եթե դու չես պատժում, ինքը համարում է, որ ինքը ամեն ինչ կարա անի։ Մարսելու է։ Խոսքին ասեմ քեզ, այն ժամանակ կարող է քեզ չեմ ընտրել,